Քանի իրականում օգտակար հատկություններ է պարունակում մեղրը։ Ինչու են առողջ սնվելու մասնագետները ավելի ու ավելի հաճախ խորհուրդ տալիս ամենօրյա ռացիոնում ներառել դեղին համեմունքը՝ քուրկումա։ Ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե մեղրն ու քուրկուման միավորենք մեկ կազմի մեջ։ Որ հիվանդությունների դեպքում կարելի է ավելի արագ վերականգնում նկատել այս խառնուրդի կանոնավոր օգտագործման ժամանակ։ Ինչպես ճիշտ պատրաստել մեղրի և քուրկումայի բուժիչ կազմը, և ինչ դեղաչափերով այն ընդունել։ Կան արդյոք հակացություններ, և ում պետք է հատկապես զգույշ լինել։ Դիտեք տեսանյութը մինչև վերջ, և դուք կիմանաք այս բնական միջոցի բոլոր զարմանալի և իսկապես արժեքավոր հատկությունների մասին։ Մինչ անցնեք մեղրի հետ քուրկումայի ճիշտ օգտագործման մանրամասն պատմությանը, ես ուզում եմ անկեղծորեն շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեկնաբանություններ են թողնում իմ տեսանյութերի տակ։ Ձեր արձագանքներն ու կարծիքները շատ կարևոր են ինձ համար, քանի որ հենց ձեր ակտիվության շնորհիվ եմ ես ձգտում ստեղծել ավելի օգտակար, հետաքրքիր և ուսանելի բովանդակություն։ Եթե ցանկանում ես դառնալ իմ մշտական դիտող և բաց չթողնել նոր թողարկումները, սեղմեք կարմիր բաժանորդագրության կոճակը։ Այդ դեպքում նոր տեսանյութերը ձեզ կհասնեն անմիջապես հրապարակումից հետո։ Ես անկեղծորեն մաղթում եմ ձեզ ամուր առողջություն։ Դիտեք մեր տեսանյութերը, կիրառեք օգտակար խորհուրդները և հոգ տարեք ձեր օրգանիզմի մասին, որպեսզի ամեն օր զգաք էներգիայով լի և վստահ։ Հնագույն ժամանակներից մեղրը մարդու կողմից օգտագործվել է ոչ միայն որպես բնական քաղցրացուցիչ, այլև որպես հզոր բնական միջոց առողջության պահպանման համար։ Նրա բուժիչ հատկությունները զգալիորեն ուժեղանում են այլ բնական բաղադրիչների հետ համակցության դեպքում։ Ամենից հաճախ մեղրը համակցվում է կիտրոնի, դարչինի, մեխակի, սխտորի կամ կոճապղպեղի հետ։ Սակայն հատկապես ուժեղ օժանդակող ազդեցություն է ստացվում հենց մեղրի և քուրկումայի միացման դեպքում։ Քանի օգտակար հատկություններ ունի մեղրը։ Մեղրը բնական արտադրանք է, որը ստացվում է ծաղկային նեկտարից, որը մեղուները հավաքում և մասնակիորեն վերամշակում են։ Ծաղկային փոշին պարունակում է ամինաթթուների ամբողջական հավաքածու, որոնք անհրաժեշտ են օրգանիզմում սպիտակուցային կառուցվածքների ձևավորման համար։ Այս նյութերը չեն սինթեզվում ինքնուրույն և մտնում են օրգանիզմ միայն սննդի հետ, ուստի դրանց կանոնավոր ընդունումը չափազանց կարևոր է։ Ամինաթթուներից բացի, մեղրը հարուստ է ֆրուկտոզայով և գլյուկոզայով, որոնք արագորեն ներծծվում են և ապահովում օրգանիզմին էներգիայով։ Նրա կազմում առկա են վիտամիններ և մակրոէլեմենտներ, ինչպես նաև կենսաբանորեն ակտիվ միացություններ։ Քանի որ բոլոր այս բաղադրիչները մտնում են հեշտ ներծծվող ածխաջրերի հետ միասին, օրգանիզմը դրանք ստանում է առավելագույն արդյունավետությամբ և գրեթե առանց կորուստների։ Մեղրի կանոնավոր օգտագործումը օգնում է լրացնել օրգանիզմի ամենօրյա էներգետիկ և սննդային ծախսերը։ Այսպիսի եզակի կազմի շնորհիվ մեղրը ունի հետևյալ հատկությունները՝ հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային ազդեցություն, արտահայտված հակաբորբոքային էֆեկտ, բարելավում է նյութափոխանակությունը, խթանում է ուղեղի աշխատանքը, ամրապնդում է իմունային համակարգը, նորմալացնում է աղեստամոքսային տրակտի գործունեությունը, նպաստում է տոքսինների և շլակների դուրսբերմանը, բարելավում է արյունաստեղծման գործընթացները։ Մեղրը արժանիորեն համարվում է բնական դեղամիջոց, որը կարող է աջակցություն ցուցաբերել օրգանիզմին տարբեր հիվանդությունների և վիճակների դեպքում։ Ինչու է այդքան օգտակար քուրկումայի օգտագործումը։ Քուրկուման պատկանում է իմբիրային բույսերի ընտանիքին, ուստի զարմանալի չէ, որ նրա արմատն ունի նմանատիպ բուժիչ հատկություններ։ Քուրկումայի հիմնական ակտիվ բաղադրիչը քուրկումինն է, հենց նա է տալիս համեմունքին բնորոշ վառ գույնը և ապահովում է հզոր օժանդակող էֆեկտ։ Քուրկումայի կանոնավոր օգտագործումը դրականորեն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Ամրապնդվում է իմունիտետը, բարելավվում է արյան շրջանառությունը, նվազում են բորբոքային պրոցեսները, ավելի ակտիվորեն դուրս են բերվում տոքսինները և վնասակար նյութերը։ Քուրկուման ունի հակասեպտիկ, հակաալերգիկ և հակաօքսիդանտ հատկություններ։ Այն խթանում է բջիջների թարմացումը և օգնում է դանդաղեցնել ծերացման պրոցեսները։ Քուրկումայի արմատից ստացված փոշին լայնորեն օգտագործվում է ոչ միայն որպես բուրավետ համեմունք, այլև որպես բնական բուժիչ միջոց։ Ինչ կստացվի, եթե միացնենք մեղրն ու քուրկուման։ Այս երկու հզոր բնական բաղադրիչների միավորման դեպքում առաջանում է իսկապես արդյունավետ օժանդակող կազմ։ Նման խառնուրդը կարճ ժամանակահատվածում կարող է օգնել օրգանիզմին հաղթահարել բորբոքային պրոցեսները։ Հատկապես արտահայտված էֆեկտ է նկատվում շնչուղիների վիրուսային և բակտերիալ վարակների դեպքում։ Մեղրի և քուրկումայի համատեղ ազդեցությունը ուժեղացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը, օգնում է պայքարել հիվանդությունների հարուցիչների դեմ և արագացնում է վերականգնումը։
Խառնուրդը բարելավում է արյան հոսքելիությունը, կանխում է արյան շրջանառության խանգարումները և նպաստում է տոքսինների, պաթոգեն միկրոօրգանիզմների կենսագործունեության արգասիքների և վնասակար միացությունների դուրսբերմանը։ Մեղրի և քուրկումայի ազդեցության տակ զգալիորեն նվազում են շնչուղիներում բորբոքային պրոցեսները, հեշտանում է շնչառությունը և արագանում է բրոնխներից խորխի դուրսբերումը։ Հազը դառնում է ավելի փափուկ, նվազում է լորձաթաղանթների գրգռվածությունը, իսկ շնչառական համակարգի վերականգնումը տեղի է ունենում ավելի արագ և արդյունավետ։ Կանոնավոր կիրառման դեպքում տվյալ կազմը չեզոքացնում է վարակիչ գործակալների բացասական ազդեցությունը, ինչպես նաև դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները աղեստամոքսային տրակտի և աղիքների օգտակար միկրոֆլորայի վրա։ Խառնուրդը օգնում է պահպանել բակտերիաների հավասարակշռությունը, աջակցում է ստամոքսի և աղիքների աշխատանքին, նվազեցնում է մարսողական խանգարումների ռիսկը։ Մեղրն ու քուրկուման ունեն արտահայտված դեսենսիբիլիզացնող ազդեցություն, նվազեցնելով օրգանիզմի ալերգիկ տրամադրվածությունը, որը հաճախ ուղեկցում է ցանկացած բորբոքային և վարակիչ պրոցեսներին։ Սրա շնորհիվ նվազում է հյուսվածքների այտուցվածությունը, կարմրությունը և լորձաթաղանթների գրգռվածությունը։ Բացի այդ, կազմի հակասնկային հատկությունները կանխում են կանդիդոզի զարգացումը, այդ թվում մոլոքնի, որը հաճախ առաջանում է երկարատև վիրուսային կամ բակտերիալ հիվանդությունների ֆոնին։ Խառնուրդը նաև նպաստում է մարմնի ջերմաստիճանի իջեցմանը տենդի ժամանակ, օգնելով օրգանիզմին ավելի արագ վերադառնալ նորմալ ցուցանիշներին։ Զգալիորեն նվազում է ընդհանուր ինտոքսիկացիան, բարելավում է ինքնազգացողությունը, նվազում է թուլության և մարմնի կոտրվածքի զգացումը։ Մեղրի և քուրկումայի համատեղ օգտագործման դեպքում նրանք ուժեղացնում են միմյանց գործողությունը և ունենում են համալիր օժանդակող ազդեցություն։ Տվյալ բնական կազմն ունի հետևյալ հատկությունները. ջերմիջեցկող, դետոքսիկացնող, հակաբորբոքային, հակաբակտերիալ, հակավիրուսային, հակասնկային, արյունը նոսրացնող, խորխաբեր, սպազմոլիտիկ, վերականգնող։ Որ հիվանդությունների դեպքում հնարավոր է արագ ապաքինում մեղրի հետ քուրկումայի օգտագործման ժամանակ։ Այս կազմն ազդում է վարակիչ պրոցեսի բոլոր օղակների վրա, ուստի կարող է օգտակար լինել տարբեր վարակիչ հիվանդությունների, ինչպես նաև ցանկացած տեղակայման բակտերիալ բորբոքումների դեպքում։ Սակայն հատկապես արտահայտված էֆեկտ է նկատվում շնչառական համակարգի հիվանդությունների դեպքում։ Դրանք են սուր շնչառական վիրուսային վարակներ, պարզ մրսածությունից հետո առաջացած բարդություններ, ինչպիսիք են բրոնսիտը և թոքերի բորբոքումը։ Մեղրի հետ քուրկումայի կիրառումը նվազեցնում է ինտոքսիկացիայի ախտանիշների արտահայտվածությունը, նվազեցնում է քթի, կոկորդի և բրոնխների լորձաքաղանթի բորբոքումը։ Կատարալ դրսևորումները, ինչպիսիք են քթահոսը, կոկորդի քորոցը և հազը, զգալիորեն թուլանում են արդեն մի քանի օրվա ընթացքում։ Հիմնական դեպքերում վիճակի բարելավումը տեղի է ունենում 3-5 օր կանոնավոր կիրառությունից հետո։ Միաժամանակ զգալիորեն կրճատվում է օրգանիզմի վերականգնման ժամանակահատվածը, անհետանում է թուլությունը, ավելի արագ վերադառնում է ֆիզիկական ակտիվությունը, նորմալացվում է ուշադրության կենտրոնացումը և մտավոր աշխատունակությունը։ Հաշվի առնելով արտահայտված իմունոգեն ստիմուլյացիոն էֆեկտը, խառնուրդը կարող է օգտագործվել նաև կանխարգելիչ նպատակներով, սեզոնային գրիպի, ինչպես նաև վարակված անձի հետ շփումից հետո։ Խառնուրդը նաև նպաստում է մարմնի ջերմաստիճանի իջեցմանը տենդի ժամանակ, օգնելով օրգանիզմին ավելի արագ վերադառնալ նորմալ ցուցանիշներին։ Միջոցն օգնում է այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ռինիտը, տոնզիլիտը, ֆարինգիտը, լարինգիտը, տրախեիտը, բրոնխիտը և թոքերի բորբոքումը։ Սա նշանակում է, որ այն կարող է կիրառվել ոչ միայն շնչուղիների վիրուսային վնասվածքների, այլև ստրեպտոկոկների, միկոպլազմների և խլամիդիաների կողմից առաջացած վարակների դեպքում։ Օրգանիզմի վրա համալիր ազդեցությունը նպաստում է ընդհանուր վիճակի բարելավմանը ծանր հիվանդություններից հետո, որոնք ուղեկցվում են բարձր ջերմաստիճանով և արտահայտված ինտոքսիկացիայով։ Սա կարող է վերաբերել ոչ միայն շնչառական համակարգին, այլև միզուղիներին, հոդերին, ուղեղի թաղանթներին և սրտանոթային համակարգին։ Իհարկե, տվյալ կազմը չի փոխարինում դեղորայքային բուժմանը, սակայն կարող է զգալիորեն բարձրացնել դեղամիջոցների արդյունավետությունը և արագացնել վերականգնման պրոցեսը։ Ինչպես ճիշտ պատրաստել և օգտագործել մեղրի հետ քուրկումայի կազմը։ Արդյունավետ միջոց պատրաստելու համար անհրաժեշտ է վերցնել 100 գրամ բնական մեղր և 10 գրամ քուրկումա։ Սա մոտավորապես 1/3 բաժակ մեղր է և 1 ճաշի գտալ քուրկումայի փոշի։ Բոլոր բաղադրիչները մանրակրկիտ խառնել մինչև միատարր զանգված ստանալը։ Օգտագործեք ապակե կամ ճենապակյա աման։ Այնուհետև թողեք խառնուրդը եփվի 12 ժամ։ Պատրաստի միջոցը խորհուրդ է տրվում պահել սառնարանում։ Ինչպես ճիշտ կիրառել խառնուրդը մրսածության առաջին նշանների դեպքում։ Երբ հայտնվում է քթի խցանում, կոկորդի քորոց կամ գլխացավ, անհրաժեշտ է անմիջապես սկսել միջոցի ընդունումը։
Առաջին օրը ընդունեք 1 թեյի գդալ յուրաքանչյուր ժամը 1 անգամ։ Երկրորդ օրը 1 թեյի գդալ յուրաքանչյուր 2 ժամը 1։ Երրորդ օրը թեյի գդալ օրական 3 անգամ։ Հետագա օրերին պահպանեք նույն դեղաչափը, սակայն ընդհանուր կուրսը չպետք է գերազանցի 5 օրը։ Կանխարգելիչ նպատակներով խորհուրդ է տրվում ընդունել խառնուրդի 5 մլ օրական 3 անգամ։ Մեղրի հետ քուրկումայի խառնուրդը ցանկալի է դանդաղորեն լուծարել բերանում։ Այս ընդունման եղանակը ուժեղացնում է դեղային ազդեցությունը վարակի հարուցիչների վրա և բարելավում է լորձաթաղանթների վիճակը։ Առաջին թեթևացման նշանները սովորաբար նկատելի են դառնում արդեն 1 օր հետո տնային միջոցի կիրառումը սկսելուց։ Հակացուցումներ մեղրի հետ քուրկումայի կիրառմանը։ Չնայած մեծ քանակությամբ օգտակար հատկություններին, տվյալ խառնուրդը հարմար չէ բոլորի համար։ Խորհուրդ չի տրվում օգտագործել միջոցը մեղրի կամ քուրկումայի նկատմամբ ալերգիայի կամ անհատական անհանդուրժողականության դեպքում։ Քոր, այտուցվածություն կամ ալերգիկ ռեակցիայի այլ նշանների հայտնվելու դեպքում ընդունումը անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել։ Նաև չի կարելի կիրառել կազմը աղեստամոքսային տրակտի հիվանդությունների սրացման, ստամոքսի և աղիքների լորձաթաղանթի խոցային և էրոզիվ վնասվածքների առկայության դեպքում։ Հակացուցում է նաև լեղաքարային հիվանդությունը, քանի որ քուրկուման ունի լեղամուղ ազդեցություն և կարող է հրահրել քարերի շարժում և դեղնախտի զարգացում։ Հղի կանանց նույնպես չի խորհուրդ տրվում օգտագործել քուրկուման, քանի որ այն կարող է բարձրացնել զարկերակային ճնշումը և ուժեղացնել օրգանիզմի տոնուսը։ Մնացած բոլոր դեպքերում միջոցը կարող է կիրառվել, պահպանելով խորհուրդ տրված դեղաչափերը և օգտագործման ժամկետները։ Սակայն կարևոր է հիշել, որ տվյալ կազմը չի հանդիսանում դեղորայքային բուժման լիարժեք փոխարինող և պետք է օգտագործվի որպես հիմնական թերապիայի լրացում կամ կանխարգելիչ նպատակներով։ Մի մոռացեք պահպանել համամասնությունները կազմի պատրաստման ժամանակ և չգերազանցել ընդունման առաջարկված տևողությունը։ Հոգ տարեք ձեր առողջության մասին և փորձեք չհիվանդանալ։